Երկիր նոյեմբերի 28 նշանագահված ավականու երթականիստը համարում եմ բացված։ Նիստի ներկային ավականու 27 անդամներից 22-ը թողորումը ապահովված է, նիստը իրավապահ է։ Այժմ ողջունում եմ օրակարգը բաղկացած 24 հարցից։ Առաջին։ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքում 2026 թվականի տեղահանությունների և վճարների զրկաչափերը սահմանելու մասին, երկրորդ։ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի 26 թվականի տարեկան բյուջեի նախագիծը քննարկելու և հաստատելու մասին, երրորդ։ Բաքվից համայնքի ավականու Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին 24 հունվարի 2025 թվականի N3-ի N որոշման մեջ փոփոխություն և դարաշուն կատարելու մասին, երրորդ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի ղեկավարի վարչապետության շտաբը սահմանելու մասին, հինգերորդ Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի գեղամասալ բնակավայրի մանկապատեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու կազմակերպության կանոնադրություն հաստատելու մասին, վեցերորդ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի աշխատակազմի թվականակը, հաստատակցը և պաշտոնային զրկաչափերը հաստատելու մասին, յոթերորդ Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպության և բյուջետային զուգահեռների աշխատակիցների թվականակը հաստատակցը և պաշտոնային զրկաչափերը հաստատելու մասին, ութերորդ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի 2026 թվականի տաք տարեկան աշխատանքային թվակ հաստատելու մասին, հինգերորդ 2026 թվականի նախատեսված կապակցականության ներքուն ծրագրերը իրականացնելու համաձայնություն տալու մասին, 10-րդ Բաքվից համայնքի վարչական սահմաններում գտնվող Սևանալճի ջրհավաքավազանի առաքնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման տեխնիկական հարաբերությունները հաստատելու մասին, 11-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզի Բաքվից համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության գյուղատեսկերը Մարզութային կարգով վարչականության տրամադրելու և ներկայացնելու սահմանելու մասին, 12-րդ Բաքվից համայնքի սեփականություն հանդիսացող գյուղամասերը արդյունք վաճառքով օտարելու դյուրատվություն տալու և ներկայացնելու սահմանելու մասին, 13-րդ Բաքվից համայնքի ավականու 21 հոկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարդյունքի մարզ Բաքվից համայնքի սեփականություն հանդիսացող գյուղամասերից Solar Star-ից Սահմանափակ պատասխանատվության ընկերության սահմանափակը օգտվելու իրավունք տրամադրելու համաձայնության մասին, N145A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 14-րդ Բաքվից համայնքի ավականու 13 հունիսի 2025 թվականի Բաքվից համայնքի Բաքվից քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցի 15/1 հասցեի անշարժ գույքի առաջին հարկանդանուր 263.3 քմ մակերեսով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանը անհատույց օգտագործման իրավունք տրամադրելու մասին, N97-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 15-րդ Բաքվից համայնքի ավականու 10 սեպտեմբերի 2024 թվականի Բաքվից քաղաքի բնակիչ Բենիկ Շապոյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով ծածկված սահմանափակվող մասնակի դիջելու մասին, 130A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 16-րդ Բաքվից համայնքի Բաքվից քաղաքի բնակիչ Կարեն Երանոսյանին պատկանող Եզես Մաղնիչի Եզեսպետ համարի շեղացումի քննայի գույքարկի կատարված ապարքը օրենքով սահմանափակվող մասնակի դիջելու մասին, 17-րդ Բաքվից համայնքի Վերին շրջան բնակավայրի բնակիչ Գարիկ Արոքյանին պատկանող SS Մաղնիչի Եզեսպետ համարի ավտոմեքենայի գույքարկի կատարված ապարքը օրենքով սահմանափակվող մասնակի դիջելու մասին, 18-րդ Բաքվից համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Աշոտ Բարազատի Ավետիսյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կատարված ապարքը օրենքով սահմանափակվող մասնակի դիջելու մասին, 19-րդ Բաքվից համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Գուրգեն Լրացիկի Սարգսյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կատարված ապարքը օրենքով սահմանափակվող մասնակի դիջելու մասին, 20-րդ Բաքվից համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Ավետիք Թելոթի Սիմոնյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կատարված ապարքը օրենքով սահմանափակվող մասնակի դիջելու
մասին 21-րդ Գարթնի Սամակի գեղամասար բնակավայրի բնակիչ Մարգար Սահակյանին պատկանող անշարժույթի դուտարկի մասով կուտակված ապարտավորելով համասկատող մասնագետի մասին 22-րդ Գարթնի Սամակի գեղամասար բնակավայրի բնակիչ Հայտանուշ Ղազարյանին պատկանող անշարժույթի դուտարկի մասով կուտակված ապարտավորելով համասկատող մասնագետի մասին 23-րդ Գարթնի Սամակի գեղամասար բնակավայրի բնակիչ Արթուր Սականյանին պատկանող անշարժույթի դուտարկի մասով կուտակված ապարտավորելով համասկատող մասնագետի մասին և 24-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդանի Սամակի փոքրապես անհատող բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցում տրամադրելու մասին։ Այս կանեին հարգելի ավարտաները մեր օրվա ավարտանու հարցերը եթե առաջարկություններ կան, Բարակարգ վերաբերում է 5-րդ դարձին, և բարակարգն 5-րդ դարձը տեղափոխել 7 դեպքեր, որպես բյուջեի փոխկապակցված բոլոր հարցերը երթականության կարողանում քննարկել, որտեղ 5-րդ դարձը վերաբերում է մանկապարտեզի հարցին, 1-ից մինչև 6-րդ դարձը կնի բյուջեի կապակցված հարցերը, կմասնակցությունների հարցերին։ այսինքն 5-րդ հարցը 5-րդ դառնա 7-րդ 7-ին Համապատասխան երթականության որտեղ ամեն երկավայրի հաջորդության չափը սահմանելուց հետո բնականաբար կսկնարկեն համայնքապետարանի հիմա 5-րդ հարցի տեղը 7-ն ենք արդում, երթով եթե գալիս արտադրության 4-ից հետո 6-ն ենք կարդում, 7-ն ենք կարդում, Եթե հարցեր առարկություններ չկան, հարգելի ավարտողներ, քննարկություն, ովքեր են կողմ։ 22 կողմ, դեմ, ձեռնպա չկա, ասում ենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդանի Սամայքում 2026 թվականի տեղական թուրքերի և մեջերների դրույքաչափերը սահմանելու մասին։ Հարգելի ավարտողներ, ձեր քննարկման ենք ներկայացնում 2026 թվականի համար տեղական թուրքերի և մեջերների դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը առաջին հավելվածով ներկայացված է օրենքով սահմանված տեղական թուրքերի և մեջերների դրույքաչափերը բոլոր հարկվող հարկատեսակների մասով սահմանված են նույն դրույքաչափեր, ինչ որ անցյալ տարի եղել նույն դրույքաչափերը անցյալ տարվա համար հաստատված տեղական թուրքերի և մեջերների դրույքաչափերում որևէ փոփոխություն չի կատարվել։ Եթե այս բային հարց կա, մեր Պողոսյան Պավլիկը կավելացնենք, ասեմ։ Հարգելի ավարտանի, ինչպես արդեն համայնքի ղեկավարը նշեց, իրականում դա չի փոխվել, անցյալ տարվա թուրքերի դրույքաչափը արդեն քանի օր ընդգրկում էր, իր մեջ ներառված էր Վարդենիս համայնքապետարանում գործող պետական թուրքի մասին, պետական և տեղական թուրքերի մասին օրենքով սահմանված բոլոր ծառայությունների համակարգիչները, կարծում եմ նոր ծառայություններ չկան և այս բոլոր ծառայությունների համար արդեն սահմանված են նախորդ տարվա պետական և տեղական թուրքի մասին սահմանված օրենքով արդեն այդ բոլորը կան։ Այստեղ ընդամենը երկու փոփոխություն են կատարել, մեկը տեղական թուրքում տեղական թուրքի 10-րդ գրվածում համայնքային կանոնների համապատասխան քաղաքի տարածքում մехանիկի կանոններ պահելու թույլատվության համար տեղական թուրք ընթացիկ տարվա համար սահմանել ենք ընթացիկ սիմվոլիկ 100 դրամ, որովհետև ունենք հստակ կրանք զրոյական թուրք ունենք չնցում։ Մենք ես կա, որ 100 դրամ ընթանիքի կանոններ պահելու համար և տեղական վճարների պահով պահպանվել։ Վարդենիս համայնքում պահպանության դրույքաչափ սահմանել 16-րդ կետի այ ենթակետի վերջնամասում ավելացնում են, նախկինում կա մեկ շնչի համար 50 դրամ պահպանության վճար։ Հիմա ստեղ ստորակետ կամ բնակելի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 5 դրամ։
Ուսումնչան ոստով կամն ավելացած։ Ինչպես 50 դրամ մնալվիա 50 դրամ մնալվիա կամ բաղեցրած բնակելի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 5 դրամ։ հասկանում Մարդկանց հետ ուզում վճարել չեմ ապրում, մալվեք արդեն դες ցանկության։ Ընդամենը այս ծանոթատամոս դրույթաչափերը նախորդ ավարտանոցով հաստատված է փոփոխություններ չկա։ Եթե հարցեր չկան, հարգելի ավականներ, Իմ առաջարկությունը վերաբերում է 11-րդ կետի բգենտակետի մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը Սախակապի արտաքին գովազդի համար 3000 դրամ կամի Հովհայաստանի Հանրապետությունում հայլերի արտաքին գովազդի համար կա, ես առաջարկում պարզապես այս կետը համար արտաքին գովազդ Սախակապի շատ լավ, վերջացնեմ ու հետո ձեր հետ միասին գնանք քվեարկության։ Հարգելի ավականներ, երկրորդ հավելվածով ներկայացված է երաժշտական դպրոցների, Գեղարվեստի դպրոցի և մանկապարտեզների ծնող-վճարները ըստ ներկայականության։ Մանկապարտեզներում ամսական 3000 դրամ, երաժշտական դպրոցներում ամսական 3000 դրամ, Գեղարվեստի դպրոցում ամսական 1500 դրամ յուրաքանչյուր աշակերտի համար։ Երրորդ հավելվածով ներկայացված է համայնքում անաստաբուժի կողմից մատուցող վճարովի ծառայությունների ցանկը և գնահատակը։ Համոզողություն են հաստատել համաձայն ներկայացված հավելվածներին։ Եթե առաջարկություններ չկան, հարգելի ավականներ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 22 կողմ, դեմ, դեռուտակ չկա։ Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցում։ Այդ ինչ է դեռ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդունի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախնական նախագիծը քննարկելու և հաստատելու մասին։ Հարգելի գործընկերներ, 2026 թվականի Վարդունի համայնքի բյուջեի նախագիծը կազմել է եկամտային մասով ընդհանրապես 6 միլիարդ 325 միլիոն 786 որից վարչական բյուջեի եկամուտները 3 միլիարդ 257 միլիոն 302.5 միլիոն դրամ, իսկ ֆոնդային բյուջեի եկամուտները 3 միլիարդ 998 միլիոն 675 դրամ, կարեսկրտի մնացորդը նախատեսվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամի չափով, սեփական ամրացված եկամուտները նախատեսվել է 601 միլիոն 825,400 դրամ, իսկ տաքսային մասով Վարդունի համայնքի 2026 թվականի բյուջեի ընդհանուր տաքսային մասը կազմում է 7 միլիարդ 528 միլիոն 776 դրամ, որից վարչական բյուջեի ծախսերը 3 միլիարդ 257 միլիոն 302.5 միլիոն դրամ, իսկ ֆոնդային բյուջեն կազմում է 5 միլիարդ 198 միլիոն 675 դրամ։ Ավելի մանրամասն ձեզ հիմա կներկայացնենք ֆինանսական բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը։ Հարգելի ավականներ, 26 թվականի բյուջեի նախնական
Ուղղարից էկոնոմիստ բյուջեի քննարկենք, տալիս դեպի մնացող արգելի ավականուններ։ Վարդինի համայնքի 26 թվականի բյուջեի եկամուտը կազմում է 6 միլիարդ 328 միլիոն։ Վարչական բյուջեն 3 միլիարդ 257 հազար դրամ, ֆոնդային մասի եկամուտները 3 միլիարդ 998 հազար դրամ։ Ծախսային մասը 7 միլիարդ 528 հազար դրամ, վարչական բյուջեն կազմում է 3 միլիարդ 257 հազար դրամ։ Իսկ ֆոնդային բյուջեն 5 միլիարդ 198 հազար դրամ։ Տարեսկզբի մնացորդը միլիարդ 200 միլիոն հազար դրամ է, որը կուղի ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։ Վարչական բյուջեի 26 թվականի եկամուտների պլանավորումը հիմնականում հաշվի առնելով 25 թվականի բյուջեով նախատեսված եկամուտների կատարողականը և բյուջեի եկամուտների պլանավորվել է Վարդինիս համայնքի հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրերի տարեկան աշխատանքային պլանի հիման վրա։ Սեփական եկամուտները կազմում է 601 միլիոն 829 հազար դրամ, նախորդ տարվա պլանավորվածից ավել է նախատեսվել 27 միլիոն 227 հազար դրամ։ Հողի արկը նախորդ տարի պլանավորվել էր 111 միլիոն 76 հազար դրամ, այս տարի թանկացումների պատճառով ավելացել է 117 միլիոն 215 հազար դրամ։ Գույքար փոխադրամիջոցների նախորդ տարվա 212 հազար դրամի դիմաց այս տարի 239 միլիոն 612 հազար դրամ։ Տեղական թուրքերը 6 միլիոն 644 հազար դրամի դիմաց 7 միլիոն 500 հազար։ Պետական թուրքեր 8 միլիոն 500 հազարի դիմաց 9 միլիոն։ Հողի վարձավճարը 174 հազար դրամի դիմաց 174 հազար դրամ։ Տեղական վճարները 51 միլիոն 265 հազար դրամի դիմաց նախատեսվել է 50 միլիոն 825 անցյալ տարի զիջումները հաշվի չէին կարել, այս տարի հաշվի են կարել, դրանով փոխասեցնել ենք պլան։ Ֆոնդային բյուջեի եկամուտները պլանավորվել են եկամուտների պլանավորվել է արտաքին պաշտոնական կողմից ներդրում 95 միլիոն։ Կապիտալ ծախսերի համար սուբվենցիաներ 2 միլիոն 976 484 հազար դրամ։ Բյուջեի եկամուտներից 2 միլիարդ, բյուջեի եկամուտների 30%-ի չափով հողային ֆոնդից ֆոնդային բյուջեի հատկացում է 927 միլիոն 197 հազար դրամ և գույքի և հողերի իրացումից 80 միլիոն դրամ։ Վարդենիսի համայնքի 26 թվականի բյուջեի վարչական մասը ծախսերը կազմում են 3 միլիարդ 257 միլիոն 325 հազար դրամ, որի եկամուտների հաշվեկշռված է, իսկ ֆոնդային բյուջեի ծախսերը 51 միլիարդ 5 միլիարդ 198 միլիոն 675 հազար դրամ, ֆոնդային բյուջեից կազմում են միլիարդ 200 միլիոն, որը կծածկվի տարեսկզբի ազատանացող Վարչական բյուջեի ծախսերի մասը նախատեսվել են հիմնականում շարունակական ծախսերը։ Ապարատի պահպանման ծախսերը 1 միլիարդ 24 միլիոն 738 հազար դրամ, որից աշխատավարձ է հավելավճարը կազմում է 825 միլիոն 103 հազար դրամ, կոմունալ վճարները 23 միլիոն, գործողման ծախսերը 9 միլիոն, ծառայությունների մատուցման ծախսերը համակարգչային տեխնիկական կառավարչական, երկրորդական, ընդհանուր բնույթի այլ ծախսերը 42 միլիոն 600 հազար դրամ, շենք շինությունների մեքենասարքավորումների ընթացիկ լրատվման ծախսերը 13 միլիոն դրամ, տրանսպորտի պահպանման ծախսերը 22 միլիոն, կենցաղային և հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման ծախսերը 24 միլիոն, ավականունի ծախսերի փոխհատուցման ծախսերը 24 միլիոն և բյուջետային մասնակցության ծախսերը 20 միլիոն, վարչական սարքավորումների ձեռքբերման ծախսեր 15 միլիոն։
Ընդհանուր բնույթի ծախսերը կազմում են 116 միլիոն 533 հազար դրամ, ծախսերը նախատեսված է գույքի վարչակազմության համար 2 միլիոն, ծառայությունների մատուցման համար 25 միլիոն, որից 12 միլիոնը ՀԴ մասնագիտական ծառայություններ կապված չափագրումների անշարժույթի գրանցումների հետ, շենքերի շինությունների և մեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգման նախատեսվել է 45 միլիոն 533 հազար դրամ, որը հիմնականում նախատեսված է բնակավայրերի վարչական գրասենյակների և համակարգչային տեխնիկայի նորոգման համար։ 10 միլիոն դրամ նախատեսվել է ազդանշանային շչակների սպասարկման համար։ Տնտեսական ծախսերը կազմում են 278 միլիոն դրամ, որը կազմում է մեր ՈԱԿ-ի ծախսերը, որի աշխատավարձը կազմում է 180 միլիոն 138 հազար դրամ։ Ֆոնդային բյուջեում նախատեսվել է 251 միլիոն 2 միլիարդ 516 միլիոն 971 հազար դրամ ճանապարհների ասֆալտացման համար է, որն բյուջեի մեջ ամենաբարձր տոկոսն է կազմում։ Շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված է 28 միլիոն 165 հազար դրամ, նախատես պահպանության վճարներն են միաժամանակ։ Ֆոնդային ծախսերում դրամատակարարման համար նախատեսվել է 976 միլիոն 533 հազար դրամ, բնակավայրերում նոր ջրագրոցերի կառուցման ծախսերն են։ Լուսավորության համար 70 միլիոն նախատեսվել է, արտաքին լուսավորության էներգիայի ծախսերը 60 միլիոն, 10 միլիոներ անցակ վայսկամասերի և լամպերի ձեռքբերման համար։ Իսկ ֆոնդային բյուջեում 197 միլիոն է նախատեսվել փողոցներում նոր լուսավորության արտաքին ցանցերի կառուցման համար։ Մշակութային ծախսերը կազմել 16 միլիոն, որը հիմնականում նախատեսվել է կրթության և մշակույթի սպորտային միջոցառումների համար և աչք ընկած մրցանակային տեղից գրանցած անձանց արգելվելու։ Գրադարանների ծախսերը կազմում է 32 միլիոն 976 հազար դրամ, որից աշխատավարձը 31 միլիոն 676 հազար դրամ։ Մշակույթի պալատի պահպանման ծախսերը նախատեսվել է 72 միլիոն 135 հազար դրամ, որը Վարդենիսի մշակույթի պալատի, Ակումբի և Ծովափի մշակույթի պալատի պահպանման ծախսերն են, իսկ աշխատավորի ֆոնդը կազմում է 67 միլիոն 128 հազար դրամ։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծախսերը կազմում է 362 միլիոն 956 հազար դրամ, որի աշխատավարձը կազմում է 298 միլիոն 157 հազար դրամ, սննդի ծախսերը 69 միլիոն 532 հազար դրամ, նախատեսված է ամեն մի երեխային 420 դրամ օրական և հաշվարկված է 600 երեխայի համար 250 օրով։ Կոմունալ վճարները 16 միլիոն 852 հազար դրամ։ Մնացած ծախսերը նախատեսված է սահմանված նորմերով։ Արտադրոցական դաստիարակությունների համար նախատեսված է, որ դպրոցի երաժշտական դպրոցների համար նախատեսված է 229 միլիոն 844 հազար դրամ, որի աշխատավարձի ֆոնդը կազմում է 224 միլիոն 424 հազար դրամ։ Սոցիալական ծախսերը նախատեսված է 38 միլիոն 800 հազար դրամ, անապով ընկերությունների նորոգություն և մահացածային քաղաքացիների ուղղակողության ծախսերը, որում դարաններ չունեն։ Պահեստային ֆոնդ նախատեսվել է 977 միլիոն 197 հազար դրամ, որից 947 պահեստային ֆոնդից ֆոնդային բյուջեի հատկացումը 50 միլիոնը նախատեսված է հավաքանու որոշմամբ պլանավորված, սակայն չբավարարված, ինչպես նաև չպլանավորված ծախսերի ուղղման համար։ Անջատը դիտել ես հեռախոսես նա։ Դեպի հարցերը առերարկություններ կան, խնդրեմ ասացին։
Գրիգորյանին հարց ունեմ։ Վերաբերում է 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասին, այսքան տվյալ դեպքում եկամուտների մասով 3 միլիարդ 998,670 եւ ունենք ծախսային մասում 5 միլիարդ 198 ծախսային մաս։ Ինքանով ես հասկացա 1 միլիարդ 200 միլիոնը ունենք մնացող, Այո։ որը գալիս է լրացնելու ծախսերի ֆոնդային մասը։ Ես ուզում եմ հասկանամ 1 միլիարդ 200 միլիոն, եթե մենք նախորդ տարի բյուջեն հաստատել ենք եւ եկամուտներ եւ ծախսերի մասով, որ այսպես ասեմ ամբողջությամբ գնալի նպատակին, իհարկե սրանք բոլորը ֆոնդային մասը կապիտալ ծախսերի մասին է։ Այո։ Որտեղ է ցավեցուկ եղել, ինչի՞ 1 միլիարդ 200 միլիոնը տվյալ տաղամիջ չի Ծրագրեր կան, որը չեն ավարտվել, դրա պատճառով գումարը մնացել է, ամայնքի մասնաբարինը չի հատկացվել, այդ ծրագրերը տեղափոխվել են 26 թվականի բյուջեի ծախսային մասում եւ այդ մնացորդը այդտեղից ավելացել է, որ մենք 26 թվականի կարողանանք մեր ծրագրերը վերջնական ավարտել։ Ոչ միայն։ Ավելի կոնկրետ ասեմ, թե ինչի համար 1 միլիարդ 200 միլիոն ավելացան, քանի որ մենք նույնիսկ բացի դրանից ունեինք, որ ասենք մի հատ ծրագիր դրված էր 100 միլիոն, բայց այդ ծրագիրը շահել են 60 միլիոնով։ Այդ էլ չէ դրա հետ կապված։ Իմացել չէ, ասենք դրված մի ծրագիր 100 միլիոն են դրել, բայց մարդն եկել շահել 60 միլիոնով, դրանից էլ ենք մենք ունեցել, որ գումարը մնացել եւ ծրագրեր կան, որոնք ավարտին չի հասել 25 թվականին, գնում է ծրագիրը 26 թվականին եւ գումարը մնացել։ Բացի դրանից նաև գլխավորից պարոն Մաշատյան ոչ միայն նաև ինչքան խնայողություններ են տեղի ունեցել, որ մանկապարտեզների կամ բարեգործական ընկերությունների կողմից գործել իրականացել, որիացում նաև խնայողություններ։ Ամենակարևորից չենք խոսում, որ խնայողության հարցը։ Դե արդեն պետք է ասեինք։ Ամենակարևորը որ պատկեր չունեն շինարարներին, ովքեր գործել են իրականացել բոլորը վճարվելա, նաև կամ խնայողություններ տողերով Պարոն Սիմոնյան, կանանք ներկայացնել, թե ինչի արդյունքում, ինչ է պլանավորված 20 թվականի բյուջեով, ինչ խնայողություններ են առաջացել։ Այդ 1 միլիարդ 200-ից նաև խնայողություններ։ Բարի, հասկանալի բան պիտի ճշտենք հանցակարար։ Ասենք օրինակի համար ճակերտերն մի քիչ բացեմ, ծրագիր կա, որ ասենք 16 միլիոնա, 17 միլիոնա, 22 միլիոնա նույնիսկ, որ պետական սուբվենցիայով պետք է արվի, ասենք այս դրա բաները, քանի որ բարերար եմ գտել, այդ բարերարն եկել 16 միլիոնը, ասեք ես եկի կտամ, դրա մարաներն պետք է եկամուտ են ունեցել, բյուջեն չենք օգտագործել, այս բարերարի միջոցով ենք արել։ Պարոն Սիմոնյան, շատ ճիշտ եք անում, ես ասում եմ, շատ լավ կներ, որ մնացած ոդվածներից էլ հարցեր տայիք, բյուջեի քննարկումը, իրականում շատ լավ հարցեր եք տալիս։ Եթե ուրիշ հարցեր չկան, քվեարկություն, ովքեր են տող։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնապահ չկա, ասում ենք օրակարգի 3 մարդին։ Վարդենի սամայքի ավականու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի 2025 թվականի տարեկան բյուջեի քննարկելու եւ ասուլելու մասին 24 հունվարի 25 թվականի N-ի 3-ին որոշման մեջ փոփոխություն եւ վերացում կատարելու մասին։ Հարգելի ավականներ, տվյալ հարցի հետ կապված ինչի մասին է, տվյալ հարցը, որ Վարդենի սամայքի ավականու 24 հունվարի 25 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի 25 թվականի տարեկան բյուջեն քննարկելու հասցեելու ավելացում կատարել են հետևյալ փոփոխությունները, այսինքն առաջին համայնքի վարչական բյուջեի եկամուտային մասը ավելացնել 99 միլիոն 862,929 դրամով, նույն չափով էլ ավելացնելով բյուջեի ծախսային մասը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գարնացան, աշնանացան եւ կերային մշակաբույսերի, ցանկապարատությունների, մոնիտորինգի իրականացման աջակցություն եւ հրում գարնացան, աշնանացան կերային մշակության հիմնական աշխատանքների համար կատարված ծախսերի փոխհատուցում է։ Այսինքն արդեն իմացաք ինչի մասին է խոսքը։ Տվյալ դեպքում գարու սուբսիդիայի հետ կապված ծրագրերը իրականացնելու համար Վարդենի սամայքին հատկացվել է 99 միլիոն 862,929 դրամ
ըստ ծրագրերի համապատասխանաբար 2.908.629 դրամը, իսկ 96.994.300 դրամի հետ կապված մնացած ծախսային մասերով։ Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին համաձայն մատակարար կազմակերպության կողմից ներկայացված գնացուցակի համայնքի բյուջեից ձեռք բերել 1.292.000 դրամ դիտավորելի կապարիչներ, քանի որ Բաքվից համայնքի բակերի ասֆալտապատման ամբողջական ավարտին հասնելու համար անհրաժեշտ է բակերում գտնվող դիտավորերը կահավորել կապարիչներով։ Օրինակի համար մենք այս որ բակն է, այս դու բակը Արզոյան բակում մենք կատարել ենք ասֆալտապատում, բայց դա բանից պարտով, քամելու ընթացքում բանից պարտով, որ այդ դիտավորերը բոլորը ապերված վիճակում են, դրա համար մենք որպեսզի ասֆալտապատում պետք է կատարենք, որպեսզի ասֆալտը երկրորդ անգամ չքանդեինք կամ անեինք վիոլայի լույսին, մենք դրել ենք այդ կապարիչներով դիտավորելով խողովակներով բոլորը փոխել ենք կոյողին, նոր դրանից հետո կատարել ենք մեր ասֆալտապատման աշխատանքները։ Բացի դրանից են, որ ասեմ չնախատեսված բաներ կան, արգելի ավականներ, մի հատ գումար նախատեսում ես ասենք մի որևէ կառույցի, որ պետք է կա մի ծրագրի, որ այդ ծրագիրը պետք է հասնես վերջնական հավաքին, որևէ գործողություն կատարելուց դեռ մեզ տակից այնքան բանադուց գալիս, որ մինչև դրան չսարքես չես կարող դու հիմնական աշխատանքը վերջացնես, բայց տվյալ դպվածի հետ կապված օրինակի համար նախատեսվածը 10 միլիոն, տակից դուրս գալիս մենք 5 միլիոն էլի ծախսելու պես, մենք կտել էլի չենք կտել բյուջեին, մենք կարայինք հազարավականիով մտնեինք 5 միլիոն էլ հատկացնեինք, որպեսզի այդ գործողությունները կատարենք, բայց փաստացող դրել են բարերարները տվյալ դեպքում մեզի օգնել են այդ գործողությունները կատարել են, որ հիմնական մեր 10 միլիոնի ծախսը կատարել ենք։ Երրորդ, հիմք ընտրելով Վարդենիսի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց ՕԱԿ-ի տնօրենի եւ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ ՕԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված գրությունները առաջարկում եմ թույլատրել վարչական բյուջեի 010151 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 6.640.000 դրամ, ավելացնելով Վարդենիսի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց ՕԱԿ-ի ծախսերի նախաշվին 4111 մասնագիտական հոդվածով 4.360.000 Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ ՕԱԿ-ի ծախսերի նախաշվին 2.280.000 դրամ 4511 տնտեսագիտական հոդվածին։ Այսքանը հիմնականում արգելի գործընկերներ, եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ, կգարկացնեմ, ովքեր են ով, որորը ով, դեմ, դեղասան չկա։ Անցնենք օրակարգի 4-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին։ Արգելի ավականներ, 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել ամսական իրաց մոտ ուրիշ բայց հիմնական չափը արգելի ավականներ ամսական 585.600 դրամ է, ձեր մոտով խնդրում եմ ուղում կատարեք 585.600 դրամ։ Եթե դրա հետ կապված հարցեր կան, կարող Գրիգորյանը պատասխանի ձեր հարցերին, եթե չկա Չէ, թոմանայից էլի տեղի կապով աշխատավարձի մինչև իմ աշխատավարձից բարձրացենք, մնացած աշխատողների աշխատավարձը չի կարող բարձրանա, որոնց կողմի ես մի հատ համեստ աշխատավարձ կտրեի, բայց իմ ընտրելով չի արգելի ավականներ։ Մի խոսքով, եթե առարկություններ չկան, ովքեր են կողմ, քվեարկություն։ Շաբայան, ձեմ ես։ Ես առամ չէ, ես եմ բարձրացրել։ Շնորհակալություն։ 22 կողմ դեմ ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 7-րդ հարցին։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը և պաշտոնային գրքաչափերը հաստատելու մասին։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ առաջին կետով հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքի համաձայն ըստ հավելվածի։ Երկրորդ կետով հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը, պաշտոնային գրքաչափերը համաձայն երկրորդ հավելվածի, որ դեռ կա, եւ նշեմ նաեւ, որ մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողների համար նախատեսել են աշխատավարձը բարձրացնել 10,000 դրամով, 200,000 դրանից ավել աշխատավարձ ստացողների համար 30,000 դրամով։ Այն 30,000 դրամները բարձրացել են, քանի որ մեր մոտ արդեն 2026 թվականից ապահովագրական համակարգը արդեն աշխատում է, ամեն ամիս պետք է հաշվետվան ամեն աշխատողի աշխատավարձից պետք է 10,000 դրամ փոխանցի, դրամ արել 30,000 դրամ կարողանում որոշ չափով Երի 10,000 մնացորդը էլի մնում է 10,000։ Մինչև 200,000 10,000, հա։ Այո, Մինչև 200,000։ այո, Արո Երանյան ասում, մինչև 200,000-ը 10,000 դրամ որ ավելացրել ենք, պետք է 10,000, իսկ 200-ից ավելին 10,800 պետք է պահենք ապահովագրության գումար եւ այդ 30,000-ից որ պահումներն են անենք պրստենք, դա էլի նույն 10,000 ունեն մնալ։ 10 դրամը Եթե առարկություններ չկան, հարգելի ավականներ, քննարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնտամ չկա։ Հասնենք օրակարգի հաջորդ հարցին։ Այսինքն 7-րդ չէ, գալիս է։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների օգնել և բյուջետային հիմնարների աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը և պաշտոնային գրքաչափերը հաստատելու մասին։ Երևի հասնենք 10-րդ հարցին մի հատ բյուջետ է։ Համաձայն եք։ Հարգելի ավականներ, առաջարկում եմ հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների օգնելի բյուջետային հիմնարների 2026 թվականի հաստիկացուցակները, աշխատակիցների թվականակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածների, որոնք հստակված են ձեր մոտ։ Հաստիկացուցակների մեջ ներառվել է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիկացուցակը բաղկացած 19 ու 34 հաստիկային միավորից, ինչպես նաև անհրաժեշտությունից ելնելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ հաստիկացուցակում ավելացնել 1 միավոր համակարգչային օպերատոր հաստիկային միավորը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ հողակում հաստիկացուցակում ավելացնել 1 միավոր համակարգչային օպերատոր, որը չունեինք, էլի որոշ մանկապարտեզներում կա, որ չունենք, էլի անուղղացենք, որ մյուս ավականի նիստերում էլի կավելացնենք այդ հաստիկային միավորը և Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի հողակ հաստիկացուցակում ավելացնել 0.5 միավոր էլի համակարգչային օպերատոր հաստիկը կամ հաստիկային միավորը և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տուն հողակում հաստիկացուցակում ավելացնել 1 միավոր գործավար հաստիկային միավոր, 1 գործավար հաստիկային միավոր։ Մնացած հաստիկացուցակներում որևէ փոփոխություն չեն կատարել, ելնելով տվյալ իրավիճակից, հարգելի ավականներ, խոսացել ենք տվյալ բողոքների կազմակերպության կանոնների գրավոր պահանջի և բանավոր սոցիալություններ պահվել է, որ այդ հաստիկային միավորները իրականում պետք են տվյալ բողոքներին և գնացել ենք ընդառաջ։ Իսկ ինչ վերաբերում է բանի Գեղամասար մանկապարտեզին, մենք գիտենք, որ Գեղամասարի մանկապարտեզը
օրենքով սահմանված 26 թվականի մայիսի 9 թվականի շահագործման հանձնել, բայց ի ուրախություն բոլորիս Գերհամասար մանկապարտեզը դեկտեմբերին արդեն ավարտում է աշխատանքները, հասնում են արդեն, եւ մենք պետքա աստիճները տնօրենը մնացած կանոնադրությունները բոլորը պետք է կազմակերպեն, որպեսզի տնօրենը լիցենզիա հանի, որ աշխատանքները պատշաճ կատարվի։ Այսքան է հիմնականում։ Եթե առաջարկություններ կան խնդրեմ, եթե ոչ, հարգելի հավաքաններ ասան։ Հաճախ այս Գերհամասար համայնքի մանկապարտեզը մոտավորապես երկար Ուրեմն արդեն մեր մարզպետը կանա գույքի հետ կապված բոլոր հարցերը լուծել է, ըստ շինարարի հետ մեր ամենօրյա, որ մենք գնում ենք այնտեղ, մեր տեսածի, կարծում եմ, որ դեկտեմբերի վերջը արդեն հավաքին կհասցվի, իսկ կարծում եմ, որ հունվարի մեջ գույքով մնացած, կարծում եմ փետրվարին արդեն գանք։ Այո։ Եթե ոչ հունվարի երևի մեկից էլի, աշխատանքները մի հատ տեն ընկել ինձ են կազմակերպել։ Հա։ Քվեարկություն, ովքեր են տող։ Բոլորը տող, դեմ, դեռնկար չկա։ Ասում ենք որակարգի հաջորդ հարցին, որ ես դիտ հարցը կա 5-րդ է։ Հա, Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնադրելու կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին։ Ես մի քանի տեղեկություն տամ։ Մանկապարտեզի վերաբերյալ բնակավայրի մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի 2 խումբ։ Կառուցող մանկապարտեզի շինարարական աշխատանքները համաձայն պայմանագրի նախատեսվում է ավարտին հասնել 2026 թվականին, բայց մինչև այդ էլի չկրկնվեմ, որպեսզի աշխատանքների ընթացքի հետ չընկնի, մենք ստեղ մի հատ խնդիր ունենք, հարց ունենք, որ կատարվի ճիշտ ու ժամանակին շահագործման հանձնելուց առաջ, որով կազմակերպչական եւ այլ աշխատանքները իրականացնելու համար պետք է ռեգրեսիոն գրանցելու համար, որպեսզի շահագործման հանձնելուց հնարավոր լինի գործունեություն ծավալել, առաջարկում եմ հիմնադրել նոր ՀՕԱԿ, Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզ անվան։ Եվ երկրորդ կետով հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ըստ համաձայն ավելվատին։ Կարծում եմ, որ բոլորիդ արդեն պարզ եղավ, եթե առաջարկություններ չկան, Դարձնում ասել 27-րդ կետով ուսումնական տարին սկսում է սեպտեմբերի 1-ից վեր արձակության ժամանակաշրջանի մասին որևէ խոսք չկա կանոնադրության մեջ և աշխատանքային գրաֆիկի ժամերի վերաբերյալ չկա։ Արդյոք համարվեց թե դա կանոնադրության խոստակեցնել։ Կանոնադրության մեջ աշխատանքային ժամերի հետ կապված գրաֆիկը, այսինքն քանի ժամը երեխան գնելու, երբ են աշխատակիցները արձակում գտնվելու, այս եւ նման ընդհանրակրկին հարցեր։ Դրանից կապված մենք որոշակի քննարկենք, որոշակի զարեր մտցնենք կանոնադրության մեջ։ Մենք դերեկան կա ոստակի համանոց, որստենք այս գրաֆիկի ժամային, մենք դրա մեջ քննարկում կանենք որոշակի չափով կներառվող։ Ես դուք ժամանակ ձեր նշածները դա համանդրույց քննարկենք նշանակները բայց ես իշխանական դերասանները բավական ուժգոց են նախարարի նամակով բայց եթե կա մեկ բոլոր ոնց որ օրինակներից հետո որպես մանդատների կանոնադրությունն է այդ ռազմության կանոնադրություն են մշակել ձեր ասածները բավական ուժգոց եւ նախարարի նամակով սահմանում բայց եթե թույլ է տալիս օրենքի կանոնադրության ներառել ձեր ասածները կանոնադրությունն հասկանալի է, որ օրինակելի կանոնադրությունը այստեղ եւ օրինակելի կանոնադրությունը որոշակի փոփոխությունների նկատելով ներկայացրել է։ Հիմա առաջարկ վերաբերում է հստակեցնում է ժամանակ հստակեցնեն, որը իրական կանոնադրություն կարգ
Շատ լավ, եթե ուրիշ հարցեր չկան, հարգելի հավաքականներ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Որը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 8-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդանի համայնքի 2026 թվականի 10 տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Հարգելի գործընկերներ, արդեն գիտեք ինչ մասնախոս, մենք այս սակնարկել ենք, որ պարզա, որ տարեկան աշխատանքային պլանը, որտեղ ներառված են 2026 թվականի պլան ամենալ փոփոխությունները, 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի երկրային տվյալները եւ 2026 թվականի պլանավորված արդյունքների ցուցանիշները են հիմնականում այս ծրագրում։ Առաջարկում եմ հաստատել Վարդանի համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը համաձայն ավելված է։ Եթե առաջարկություններ կան կամ դեմ, ասա։ Նախորդում 2025 թվականի աշխատանքային պլանի հետ համապատասխան ինչ-որ բանափոխություններ ունենք։ Հիմա ես փոխանցեմ խոսքս մեր Ռուզաննային ներկայացնի, եթե կա, կասի, եթե ոչ, Ներառված են մեր բոլոր ամիսների աշխատանքները, թե ինչ աշխատանքներ ենք իրականացնելու, աշխատանքների երկրային ցուցանիշներն են ներառված, թե 25 թվականին օրինակ լուսավորությունը ամբողջ Վարդանի համայնքում, եթե այս պայթյունությամբ աշխատում են 55%-ից ավել մեր երկրային ցուցանիշը, ապա մենք նպատակ ունենք, որ 26 թվականին ունենալու ենք 65 եւ ավել երկրային ցուցանիշ։ Այս տարեկան աշխատանքային պլանում, որը մենք առաջնորդել ենք 2026 թվականին, ամբողջությամբ դրանք են ներկայացված է սուբվենցիոն ծրագրերի թե որ բնակավայրերում ինչ գործողություններ են արվելու եւ ինչքան գումար են դրանց համար նախատեսում համաձայնեցված տարեմեր տարեկան բյուջեի հետ։ եթե կուզեք ավելի Պաուլոսյանի հարցը 25-26-ի մեջ ինչ-որ բան կա, որ 26-ի կատարել հեղափոխելակ չէ։ Իհարկե, մենք 25 թվականին ունեինք բազմաբնական տասնամյակներ, որոնք դեռևս չեն կատարվել, բնականաբար եւ իրենց բյուջեի եւ ծրագիրը կատարվել է 2026 թվականին։ Ունենք մանկապարտեզների հիմնանորոգում, առաջին, երկրորդ եւ ակումբ գեդեմական մանկապարտեզի հիմնանորոգում, որոնք 25 թվականին չեն իրականացվել, դրանք տեղադրվում են 2026 թվականին։ Իրականում պայմանավորված սուբվենցիոն ծրագրերով, այսպես ասած։ այո։ Հիմնականում սուբվենցիոն ծրագրերն են իրենք կառուցման ենթակա եւ պայմանավորված սուբվենցիոն ծրագրեր։ Շնորհակալություն։ Եթե հարցեր չկան, հարգելի հավաքականներ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Որոնը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Հասնում ենք օրակարգի 5-րդ հարցին։ 2026 թվականին նախատեսված նպատակային սուբվենցիոն ծրագրերի իրականացնելու համաձայնություն տալու մասին։ Հարգելի հավաքականներ, ձեզ եմ ներկայացնում Վարդանի համայնքի 2026 թվականի նախատեսված սուբվենցիոն ծրագրերը։ Ծրագրերը հավաքագրել են համայնքի բնակարանում տեղի ունեցող հանրային լսումների վարչական ղեկավարների կողմից ներկայացված անհրաժեշտությունների հիման վրա եւ բնակչության լսումների հիման վրա 2026 թվականի նախատեսումը իրականացնել լայնածավալ աշխատանքներ համայնքի առաջնային կարիքները լուծելու նպատակով։ Օրեր առաջ քննարկում ենք ունեցել Գեղարքունիքի մարզպետի եւ մարզպետի աշխատակազմի կառավարության ներկայացուցիչների հետ։ Քննարկման արդյունքում ձեզ ուղարկված նախագծերում փոփոխություն է կատարվել, ձեզ եմ ներկայացնում նախագծի փոփոխված տարբերակը։ 2026 թվականի ընթացքում Վարդանի համայնքում նախատեսվում է իրականացնել նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերը։ Վարդանի համայնքի Վարդանից քաղաքի Իսակով Արզոյան երկկողմանի մայթերի դեկորատիվ սարարկում, ջրահեռացում, դեպի Անդրեսյան փողոց, Մաշտոցի երկկողմանի մայթերով ջրահեռացում, Սես Մանուկյան 7, Հաչիկ Ստեփանյան 9, Մկրտչյան Կոմիտասի, Մռավյան, Խանջան, Սախարովի, Սայաթնովա փողոցների Գայի փողոցից դեպի Անդրանիկի փողոց, Վիկտոր Համբարձումյան փողոցից Բաղրամյան փողոց, Բաղրամյան 4-րդ դպրոց տանող ճանապարհի,
Վարդենիս Վիկտոր Համբարձումյան և Մամիկոնյան գործարանային փողոցների ասֆալտապատում։ Ակունք բնակավայրի բարեկամություն և Սարալանջի փողոցների ասֆալտապատում։ Լճավան բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատում։ Մաքենի Շատվան, Կախական, Արեգունի, Արփունք, Փոքր Մասրիկ բնակավայրի կրթահամալիրները տանող ճանապարհների ասֆալտապատում։ Ուղուտ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Գեղամաբակ բնակավայրի կենտրոնական հատվածի ասֆալտապատում։ Լուսակուն բնակավայրի առաջին փողոցի ասֆալտապատում, Խաչախույր բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատում և Կամուրջի վերակառուցում։ Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ, 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի ասֆալտապատում։ Կարճախույր բնակավայրի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ և դպրոց տանող փողոցների ասֆալտապատում։ Նորակեր բնակավայրի 2-րդ փողոցի և առաջին փողոցից դեպի Գերեզմանոց տանող փողոցի ասֆալտապատում։ Կուտական բնակավայրի կամուրջի վերակառուցում։ Դարանակ բնակավայրի 2 կամուրջների վերակառուցում։ Կամոյի փողոցի սարարկում։ Հաջորդը Վարդենիս քաղաքի Չարենցի 46, 40, Խաչիկ Ստեփանյան 9, Սեսմանուկյան առաջին նրբանց շենք 2, Սեսմանուկյան 5, 7, 9, 11, 17, 15, 19, երիտասարդության 13, 15, 19 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։ Վարդենիս համայնքի գեղարդար բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում։ Մեծ Մասրիկ բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի կառուցում։ Ակունք բնակավայրում Սուրիկ Ավետիսյան և Սարալանջ փողոցների խմելու ջրի ջրագծերի կառուցում։ Գեղամասար բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգում։ Խաչախույր բնակավայրում խմելու ջրագծերի հիմնանորոգում։ Կարճախույր բնակավայրում 2 և 19-րդ փողոցների խմելու ջրի ջրագծի կառուցում։ Սոտք բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում։ Կուտ բնակավայրում խմելու ջրի խողովակների փոխարինում։ Մաքենիս բնակավայրում խմելու ջրի ջրագծի հիմնանորոգում։ Տորֆավան բնակավայրում խմելու ջրի ջրագծի կառուցում, Շատվան բնակավայրում խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի կառուցում, Սոտք բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի և օղաջրի կառուցում, Դարանակ բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, Ավազան բնակավայրում խմելու ջրի 2 բետոնե կապկաժի վերակառուցում, դրենաժի փոխարինում, 1 դրենաժի կառուցում, Արեգունի բնակավայրում խմելու ջրի ջրագծի ներքին և արտաքին ցանցի կառուցում, Այլ բնակավայրում խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 3 խորքային հորերի կառուցում, Տրետուկ բնակավայրի խորքային հորի կառուցում, Մաքենիս բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում, Լուսակուն բնակավայրում ոռոգման արտաքին ցանցի կառուցում, Մեծ Մասրիկ բնակավայրում ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգում, Խաչախույր բնակավայրում ոռոգման բասեյնի նորոգում, Կախական բնակավայրի ոռոգման ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Նորակեր բնակավայրի ոռոգման ցանցի կառուցում, Ջավացածոր բնակավայրում ոռոգման ցանցի վերակառուցում, Ակունք բնակավայրում Արա Խաչատրյան անվան փողոցի ոռոգման ցանցի վերանորոգում, Նորաբակ բնակավայրում խորքային հորի կառուցում, Սոտք բնակավայրում խորքային հորի կառուցում, Թամբակ բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում։ Հաջորդը Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գերեզմանոցի ցանկապատում, Դարանակ, Բանևան, այլ Տորֆավան բնակավայրի գերեզմանոցների ցանկապատում, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի երկրորդային փողոցների լուսավորության ցանցի անցկացում, Ծովակ, Լուսակում, Գեղամաբակ, Գեղամասար, Խաչախյուր, Կախական, Կուտ, Շարջրեկ, Փոքր Մասրիկ, Շատվան և Մեծ Մասրիկ 6-րդ փողոցի առաջին նրբանց, 6-րդ փողոցի 6-րդ նրբանց, 4-րդ փողոցի 4-րդ նրբանց, 4-րդ փողոցի 3-րդ նրբանց, 8-րդ փողոցի 4-րդ նրբանց, բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի անցկացում։ Ծովակ բնակավայրում մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգում, կահավորում, Բաքում խաղարապարակի կառուցում, Լճավան բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում։ Այսքան էին մեր 26 թվականի համար նախատեսված subvention ծրագրերը, ուստի առաջարկում եմ հարգելի հավաքանուներ հաստատել Վարդենիս համայնքի 2026 թվականի subvention ծրագրերը։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Իմիջիայլոց տեսակ բոլորը կողմ դեմ ձեռնարկած չկա, որ մենք համաչափ դինամիկ զարգացնենք մեր բնակավայրերը։
եւ տասնված որգամյա այն ձերի ժամանակ ապա որ ես մենք նստենք ու իմանանք թե որ գյուղում ինչ անեն եւ բան չունի այն կարևոր բաները անելու ինչ կարծիք է Ասում ենք օրակարգի հաջորդ հաղթի 10-րդը ու ընդվիճում են տալիս արգելի հավաքաններ Վարդնի համայնքի վարչական սահմանին գտնող Սևանա լճի ջրավակ ավազանի առատնյա հատվածների քաղաքաշինական ոտեֆորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին, բայց ես ասեմ, որ սրանք նորմատիվ ակտեր են, ուղարկել ենք արդարադատության նախարարությունը փոխանցության ենթարկելու, բայց քանի որ մեզ եզրակացություն դեռ չենք ստացել, ուստի առաջարկում եմ օրակարգից անել այս հարցը եւ տեղափոխել հաջորդ ավականունիստին, եթե մենք ունենանք տվյալ հարցեր կապված եզրակացություն, անկախ նրանից դրական թե բացական եզրակացություն, բայց մենք պետք է եզրակացություն ստանանք, որպեսզի կարողանանք օրակարգի հարցը մտցնել, ուստի առաջարկում եմ, քանի որ չունենք այս եզրակացությունը, առաջարկում եմ այս հարցը անել ու անցնենք հաջորդ հարցին։ Այսինքն դրանք քվեարկություն չէ։ Այո, հարցը տեղափոխում ենք հաջորդ ավականունիստին։ Ովքեր են կողմ։ Որևէ կողմ դեմ ձեռնպատ չկա, 15 րոպե ընդվիճում, շարունակենք 11-րդ հարցին։ Կարգավորում 11-րդ հարցի դերերից, հարց 11-րդ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նվապետքերը մրցույթային կարգով հաստատալիքան ծառայելու և երկրորդային սահմանելու մասին։ Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող Վարդնի քաղաքի SS ծածկագրով 0.70 սոկա գյուղատնտեսական նշանակության երկրորդ կարգի բարելավը տրամադրել վարչակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Երկրորդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող Վարդնի քաղաքի SS ծածկագրով 2.13 սոկա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարելավը տրամադրել վարչակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Երրորդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղամասար բնակավարի SS ծածկագրով 8.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելավը տրամադրել վարչակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Չորրորդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող սոթ բնակավարի SS ծածկագրով 267 հեկտար գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայրը տրամադրել վարչակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Եվ 5-րդ հաստատել վարչակալության տրամադրելով 2-րդ կարգի բարելավի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 7400 դրամ, 3-րդ կարգի բարելավի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 66050 դրամ, 3-րդ կարգի արոտավայրի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 3300 դրամ, 4-րդ կարգի բարելավի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 3500 դրամ։ Նշված հողապետքերի սեփականության վկայականները ձեր նախագծում դիտված են արգելի հավաքաններ։ Եթե առաջարկություններ չկան, խնդրում եմ քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 22 կողմ ավելացնել Սարյան։ 22 կողմ դեմ ձեռնպատ չկա, անցնում ենք օրակարգի 12-րդ հարցին։ Վարդնի համայնքի սեփականություն հանդիսացող ուղամեսերը հաջորդ վաճառքով ոտարելու թույլատվություն տալու և մեկնարկայնություն սահմանելու մասին։ Առաջարկում եմ համաձայն Էկվիլիբրիում ՍՊ-ի անշարժույթի գնահատման հաշվետվության
Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող ժողովրդի Զարիվեր գյուղը էթիկ կուտականի այն բաներով, կատաստրով գնացել է, Զարիվեր գյուղը դրսել մնացել է, դրա համար մեր նախագծերում գրածած Զարիվեր կուտականի մասին հասկացել։ Այս ծածկագրով սեփականության իրավունքի վկայական այս վկայականով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի կապի հողեր 0.1 հեկտար ուղղամասը օտարել արժույթ վաճառքի միջոցով։ Մեկնարկային սահմանեն համաձայն ներկայացված աշխատանքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 171.8 դրամ, ընդամենը գնահատված արժեքը կլորացված 172.000 դրամով։ Երկրորդ, Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենի քաղաքի լեռնագործների փողոցի 2/24 կողմից ծածկագետին սեփականության իրավունքի վկայական այս վկայական բնակավայրերի հասարակական կառուցվածքման 0.02 դրամասը օտարել արժույթ վաճառքի միջոցով։ Մեկնարկային սահմանեն համաձայն ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 1.329.000 դրամ, ընդամենը գնահատված արժեքը կալանացված 379.000 դրամ։ Համապատասխան փաստաթղթերը եւ գնահատման ակտը ներկայացված է ձեզ։ Եթե տվյալ հարցի հետ կապվածելի առարկություններ, առաջարկություններ չկան, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ դեմ ձեռնպատ չկա, ասում են օրակարգի 13-րդ հարցին։ Վարդենի համայնքի ավարտանու 21 հոկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղամասերից Սոլար-X Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունք սերվիտուտ տրամադրելու համաձայնության մասին N 148-A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Սա հիմնական փոփոխությունը, որը հարգելի ավականներ ներկայացնել, որ ընկերության սահմանափակ օգտվելու իրավունքի սերվիտուտ տրամադրելու համաձայնության մասին կատարել հետևյալ փոփոխությունը։ Որոշման 5 Solar-X ՍՊ-ի տնօրեն Կարեն Արաբյանի անուն ազգանման փոխարեն Հարություն Ավագյանի անուն ազգանման արտան Հարություն Ավագյան անուն ազգանման պայմանագիրը դա հիմնականում արված է պայմանագիրը կնքելու համար։ Դեռ մենք դրա մասին անդրադարձել ենք, ինչի մասնա խոսքը, որ դա ընդամենը համառակողություն է, եթե առարկություններ չկան, քվեարկություններ են կողմ։ Որովը կողմ դեմ ձեռնպատ չկա, ասում ենք օրակարգի 14-րդ հարցին։ Վարդենի համայնքի ավարտանու 13 հունիսի 2025 թվականի Վարդենի համայնքի Վարդենի քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցի 15/1 հասցեի անշարժույթի առաջին հարկը ընդհանուր 363.3 քառակուսի մակերեսով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին N97-ի աղորոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ես նախորդ ասեմ, որ շատ օրիակապ ու գեղեցիկ գույքերով եւ ամեն ինչով արդեն պատրաստված է մեր երաժշտական դպրոցի երկրորդ հարկը, որը շուտով կբացվի, առաջին հարկը, որը շուտով կբացվի, բայց իրանք նույն կազմակերպությունը խոստացել է, որպեսզի երկրորդ հարկում էլ նույն աշխատանքները կատարի, դռների փոխում, լուսամուտի փոխում, ինչպես գիտեք, որ տանիքը արդեն իրանք ուժերով արդեն փոխել են, տանիքը առաջին հարկը լրիվ ավարտել են, գույքերը տեղադրել են, բացումից հետո կանցնենք երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքներին։ Առաջարկում եմ Վարդենի համայնքի ավարտանու 13 հունիսի 2025 թվականի Վարդենի համայնքի Վարդենի քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցի 15/1 հասցեի անշարժույթի առաջին հարկը ընդհանուր 363.3 քառակուսի մակերեսով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին N97-ի աղորոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն։ Այսինքն որոշման վերնագրում առաջին կետում 363.3 քառակուսի մետր թվերը փոխարինել 216.7 քառակուսի մետր թվերով։ Ընդամենը սա է, հարգելի ավականներ, սրա մասին արդեն տեղեկություն ունեք, որ այզելի լավ գործեր է կատարում, իմիջիալոց առիթից օգտվելով, ես նշեմ, որ 2026 թվականի
ամսին էլի կազմակերպության կողմից մենք արդեն հողը տրամադրել ենք, շնորհ տրամադրել ենք իրար այդ հողը իրանց Վարդենիս քաղաքում կառուցվելու է մեծ դպրոց, կողքը կառուցվելու է մանկապարտեզի կողքը կառուցվելու է պոլիտեխնիկա, մի շատ սիրուն գոյակար կառույց, ներառոցի մեջ նկարը ուզեք փոխանցել մի հատ կանայեք, այդ բոլորը կառուցվում են մեր Վարդենիս քաղաքում, դրա հետ կապված մենք ունենանք շատ սիրուն մանկապարտեզ, դպրոց, պոլիտեխնիկա, մենք աշխատանքի տեղեր կունենանք, ահագին մարդիկ ապահովեն եւ դասաժամերով եւ ահագին մարդիկ աշխատանքով եւ այլն։ Ասա։ Քանի որ դպրոցը ինձ է հետաքրքրեց, գիտես որ դպրոցը սամբոթվականից պետք է նորը կառուցվել մոդուլային դպրոց, ուշացնում են 26 թվականի մեկնարկի։ Հիմա հետաքրքիր է փաստորեն կառավարության վերջին մեկում ակնարկվել է դպրոցի մասին, որ կառուցելու են 600 աշակերտ քանակով։ Ես ունեմ հասկանամ հիմնանում եմ երրորդ դպրոցի մասին է խոսքային ինչ թվահամար է գրելու նոր կառուցող դպրոցը։ Ես կարծում եմ, որ այդ երրորդ դպրոցը չի կառուցվելու, միանգամից այդ դպրոցն է կառուցվելու, հիմնական ըլելու է մի դպրոցը։ Ընդհանուր Վարդենից։ Այո, չէ, այդ տարածքի հետ կապված։ Երրորդ դպրոցը էլ չի կառուցվելու։ Այդ դպրոցը կառուցվում է, այո, նրա թվով։ Այո։ Եթե այդ առարկություններ չկան, հարգելի ավակողներ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք 15-րդ հարցին։ Վարդենիս համայնքի արմատանը 10 սեպտեմբերի 2024 թվականի Վարդենիս քաղաքի բնակիչ Տենիկ Շաբոյանին պատկանող հաստատությունի դիպակի մասով կուտակված հաստատող, որի մասնակցող մասնակի վիճելով մասին թիվ 130A որոշաններ փոփոխություն կատարելու մասին։ Վարդենիս քաղաքի բնակիչ Տենիկ Շաբոյանին պատկանող հաշվարկույթի դիպակի մասով կուտակված 34,164 դրամ ապակից օրենքով մասնակցող ընդամենը հարգելի ավականների դիպել 7,162 դրամ։ Իսկ մայր գումարը ամբողջությամբ որոշ մասը մնացած պարտավորությունները մարելու դեպքում։ Իրար հետևից քվեարկություն դնելով թեմատիկի եթե առարկություններ չկան, քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ 16-րդ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Կարեն Երանոսյանին պատկանող գազ S24 մակնիչի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համազգացող մասնակցի ճիշտելու համար։ Վարդենիս քաղաքի բնակիչ Կարեն Երանոսյանի պատկանող SS մակնիչի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի 198,366 դրամ ապարքից օրենքով համազգացող զիջել 55,874 դրամ զուր մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Խոսում ենք օրակարգի 17-րդ հարցեր։ Վարդենիս համայնքի վերին շրջա բնակավայրի բնակիչ Գարիկ Արությանին պատկանող SS պետամանիշի SS մակնիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համազգացող մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ վերին շրջա բնակավայրի բնակիչ Գարիկ Արությանին պատկանող SS մակնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի 508,665 դրամ ապարքից օրենքով համազգացող զիջել 100,682 դրամ դուժեն մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին, 18-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Աշոտ Վարազատի Ավետիսյանին պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համազգացող մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Աշոտ Վարազատի Ավետիսյանին պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված 32,599 դրամներ ապարքից օրենքով համազգացող զիջել 7,484 դրամ մնացած պարտավորությունը մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 19-րդ հարցին։
Վարդենից համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Գուրգեն Հրաչիկի Սարգսյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված ապարքով էկոսամասպարքով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենից համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Գուրգեն Հրաչիկի Մարգարյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված 142.373 դրամ ապարքից էկոսամասպարքով զիջել 42.480 դրամ դուրս մնացած պարտավորությունները մարզելուց հետո։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Վարդենից համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Ավետիք Տելոփի Սիմոնյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված ապարքով էկոսամասպարքով մասնակից զիջելու համար առաջարկում եմ Վարդենից համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Ավետիք Տելոփի Սիմոնյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված 154.179 դրամ ապարքից օրենքով համազգարկված զիջել 56.081 դրամ դուրս մնացած պարտավորությունները իրար չմարելուց հետո։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք 20-րդ հարցին։ 21-րդ հարցին ներողություն։ Վարդենից համայնքի Գերամասար բնակավայրի բնակիչ Մարգար Սահակյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված ապարքով օրենքով համազգարկող մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենից համայնքի Գերամասար բնակավայրի բնակիչ Մարգար Սահակյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված 1.169.874 դրամ ապարքից օրենքով համազգարկող զիջել 228.372 դրամ դուրսը այս նախորդասին հայտի ավարտանել էսի աղագին ժամանակով գումարը, որ ավակվածա դրա համար խնդրում եմ հնարավորին չափ որոշակի քանակով մենք զիջումներ անենք, որպեսզի կարողանանք և մեր բյուջեի հետ կապված հարցերը լուծել և տվյալ բնակչին կարողանանք որոշակի օգուտ տանք։ Դրա համար առաջարկում եմ այդ գումարի 25% մայր գումարից զիջել։ Եթե առարկություն չկա, քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 22-րդ հարցին։ Վարդենից համայնքի Գերամասար բնակավայրի բնակիչ Հայկանուշ Ղազարյանի պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված ապարքով օրենքով համազգարկող մասնակից զիջելու համար Հայկանուշ Ղազարյանը կուտակված պարքը 414.616 դրամ է, ապարքը 107.103 դրամ, տուժը հանում են տուժը 107.103 դրամ և այդ գումարից որոշակի քանակի դրա պարտավորությունները մարզելուց հետո մոտավորապես 15%-ի չափով։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն արգելի ավարտանել։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Հարց 23-րդ Վարդենից համայնքի Գերամասար բնակավայրի բնակիչ Արթուր Սահականյանին պատկանող անշարժ գյուտի գլուխակի մասով կուտակված օրենքով համազգարկող մասնակից զիջելու համար Արթուր Սահակյանը ունի 458.179 դրամ պարտավորություն, իսկ ապարքը 133.000 խնդրում եմ 133.113 դրամ տուժը անել և մայր գումարից 15%։ Եթե առարկություններ չկա, քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Հայաստանի Հանրապետության 24-րդ հարցը։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սոցիալապես համախոհ բնակչությունների գինիների քննարկման և դրամական զիջումների հետ կապված է առաջ զիջումը Ֆենիկ Շաբոյանի պատկանող անշարժ գյուտի 32.034 դրամներ, որից 7.162 դրամներ զիջում, եթե անվճարումակ այն համբուրում
Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 կացարանը վերակառուցելու կացարանով ապահովելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի դեպքում Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Սիլվա Շալիկովնի Ղազարյան, Փոթեր Մասիկ, 100,000 դրամ, Հասմիկ Գրիշեի Արզումյան, 100,000 դրամ, Արաս Սյունանի Ղազարյան, 100,000 դրամ, շինանյութի տեսքով արկելի ավականներ, Աննա Նիկոլայի Քոլայան, Շաջերեկ, 70,000, Երջանիկ Լորիսի Կապոյան, Խաչատուր, 100,000 դրամ, Իրինա Մեժնումի Իսրայելյան, Սոկ, 100,000 դրամ, Անուշ Սաֆարի Սաֆարյան, Ուսակում, 100,000 դրամ, Լիանա Ռոբերտի Հարության, 100,000 դրամ, Ռոզանա Գարեգինի Սարիդեկյան, Ակում, 80,000 դրամ, սրանց մեջ կա որ 2-3 բնակիչ, որոնց մեկի անաստակերը 500, մեկի 800, էցելի վարվելա, մնացել են իրանք անաստուները անաստակերի։ Այս 80,000-ները որ կան, մենք միշտ ավականունիստի ժամանակ իրանց արտադրել ենք 80,000, ես չեմ ուզում այդ կարգը փոխվի, բոլորին նմանատիպ 80,000 տանեցին։ Սերգեյ Քոչարյան, Տրետը բյուղի բնակիչա, 44-յա պատերազմի մասնակի, իր տունը ստեմեր Գեղարդնիկի մարսպետներ 200,000 դրամով իրան օգնել է, մնացած 200,000 դրամով էլ մենք ենք օգնելու, որպեսզի մարդը կարողանա իր տանկը վերաբերել։ Լիլիթ Ռուստամի Դավթյան, Վարդենիս 60,000 դրամ, Լիլիթ Ռուստամի Դավթյան, Ինչքան 100,000 60, Պեսիով է։ Դուքերեն են օգնել է ինտանիքը շատ կարևոր է, բանավանում ջուրը եկել լրիվ 80, 100,000 դրամ։ Ալբինայ Գյուլիկի Հեղազայրան 50,000 դրամ տրետուր, Համարա Պարոյի Գասպայրան Սով 50,000 դրամ, Սուսանա Բրեժնին Ուշեղյան Փոքր Մասկի 100,000 դրամ, Ջանիկ Սիսակի Ասատրյան 80,000 դրամ, անաստակերը որ վարվել է, թողակցիները հաստատեն, մի քանի առաջավարվել, Գրիգոր Սուրենի Խոջայան Արիգունի 100,000 դրամ, Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47 50,000-ն է, Պետրոսյան, Վարդանության։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատկություն փոխհատուցում կատարելով ձևական կամ բժշկական հաստատություն առողջական քննությունների ունեցող համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Գայանես Ալենի Մանուկյան Վարդենիս 50,000 դրամ, Սուրեն Սերոժայի Սիմոնյան Պարչապի 100,000 դրամ, Սաթնիկ Գուրգենի Պարոնյան Վարդենիս 50,000 դրամ, Գայանի Գուրգենի Ակումոյան Փոքր Մասկի 80,000 դրամ, Սերգո Գուրգենի Վարդանյան Վարդենիս 50,000 դրամ, Սերգեյ Կարոյի Ասատրյան Դարեշի 90,000 դրամ և Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 դրամադրել դրամական ապահովում կենսապահովման պայմանացման օգնություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Վարդենիս համայնքի հետևյալ անապահով գնացչի Վարդանուշ Նապոլեոնից Պետրոսյան Փամբակ 80,000 դրամ և այն դիմումներից է, ոչինչ, դու արդեն տեք ձևակերպ Զարոյան, չեքան գարի, ետ դիմում ունեն, որ մենք էլի նմանատիպ հարգելի ավականներ բոլորը իրա հիվանդության հետ կապված գիտեք, մենք մի անգամ էլ ենք ելի օգնեն և հիվանդանոց փոխանցելու համար Վարդենիս քաղաքի բնակիչ Անուշ Հովհաննիսյանին 100,000 դրամ։ Հարգելի ավականներ, այսօր բացենք երևությունները ստենյակ բնակիչ կա, որ
Ձևակերպությունը դրամատիկ ձևակերպություն։ Շատ ջրեքը 70-ը սարքեք 100,000 դրամ։ Ո՞ր մասնիկը 100,000 դրամ։ Ես կարամ է դավոքանում ամեն 100,000 դրամ։ Ուրեմն առանձին տողով, քանի որ զոհված է ազատամարտիկի 9 4 երեխաների, ոնց որ մենք այն շինանյութից կողտվեցինք այն խանութները աջակցություն, այն զոհված ազատամարտիկների 150,000 դրամ։ Սուսամոտ ռեժիմ նշել եմ, փոքր մասը կարելի ավականա 150,000 դրամ, կարելի է։ Հարգելի ավականներ, այսքանի այսօրվա մեր հարցերը սպառվեցին, շնորհակալություն եմ հայտնում բոլորիցը։ Միատեղ քրեակցություն ժախտուրից որ կար, իսկ փոխածել եմ անհաջորդային, որ անվանակ դրանշնորհակալություն հայտնեմ, որովհետև հիվանդանոցի մասնիկով կեսկետ է, դեպիքիներկա, ինձ խնդրեց է, որ անպայման իրանք շնորհակալությունը դեր փոխանցել։ Հարգելի ավականներ, միատ քրեակցություն դրենք, ովքեր են կող, քրեակցություն, բոլորը կող, դեմ, հեռպար չկա։ Շնորհակալություն բոլորիցը, դեպի լավ, հարգելի ավականներ,